Մուլյաժի վրա ցույց եմ տալի կարերի տեսակներից մեկը, ընդհատվող կարերին է ինքը պատկանում։ Մանկուց կենդանիներին շատ սիրող Հրանտն Ագրարայինի երկրորդ կուրսի ուսանող է։ Գործնական դասերին անատոմիական մոդելների վրա վիրահատություններ է անում, որ մի տարի հետո դառնա շուն ու կատվի փորձառու բժիշկ։ Բայց մինչ այդ բուհում անցկացվող գիտական շաբաթվա ընթացքում իր վարպետությունն է ցույց տալիս մյուս մասնագիտությունների ուսանողներին։ Նրանք էլ իրենց հերթին են սեղաններ բացել։ Օրինակ կաթի տեխնոլոգիաների այս խումբը մի քանի տեսակի օգտակար կաթնամթերք է արտադրել ու բոլորին հյուրասիրության հրավիրել։ Հունական յոգուրտ ունենք պատրաստած, որին ավելացրել ենք մաշի ծիլեր։ Այստեղ ունենք քաղցրաշոր, որը պատրաստել ենք կաթնաշորով, խուրմայով ու քնջութի սերմերով, որը ինքը հավելյալ տալիս է կալցիում։ Այստեղ նոր տեխնոլոգիայով մրգեր են չորացրել, բարակ ու խրթխրթան չիպսեր ստացել։ Քիչ այն կողմ հողերի չափագրման, քարտեզագրման, անգամ մշակման արդյունավետ մեթոդներ են առաջարկում թվային գյուղատնտեսության կիրառմամբ։ Այս մի տաղավարում դիետիկ մսի վերամշակման հետաքրքիր լուծումներ են ներկայացնում։ Ուսումնասիրել ենք ճագարամսի քիմիական կազմը եւ բաժանել ենք ազդրամիսը ապուխտ ենք սարքել, իսկ մնացած շարակցական հյուսվածքները եւ մսային հատվածը պաշտետ ենք սարքել։ Պաշտետի մեջ ներառել ենք համեմաբույսեր, թարխուն, համեմիսեր, անանուխ եւ այլն։ Դե իսկ օրվա թարմ բանջարեղենն ու ծաղիկներն ապահովել են ագրոնոմներն ու ջերմատնային տեխնոլոգները։ Համալսարանի ջերմատանը երկրորդ կուրսեցիներն են աճեցրել։ Ունենք ելակ, հենց մեր ջերմոցներից այսօր ենք բերել։ Ունենք նաև դեռ այդքան էլ չհասած, բայց լոլիկ, որը հաճում է մեզ մոտ նույնպես։ Սրանք սերմեր են, լոլիկի սերմեր են, որը հետագայում հողի մեջ աճեցնելով ստանում ենք հենց դա։ Ունենք 1000-ի այսպես դեռ չհասած, այսպես ոչ ամբողջական սածիլներ, որը նույնպես հողի վրա դնելով մեր ջերմոցներում մենք աճեցնելու ենք, սա նույնպես մեր վարդերն են, մենք ենք աճեցնում։ Ուսանողական գիտական ընկերության այս նախաձեռնության նպատակն է, որ ուսանողները դեռ սովորելու ընթացքում ստեղծեն նոր տեխնոլոգիաներ ու բաղադրատոմսեր, կարողանան դրանք հրապարակային ներկայացնել եւ հիմնավորել իրենց արտադրանքի անհրաժեշտությունը։ Սա հետագայում նրանց մրցակցային մեծ առավելություն կտա, վստահեցնում է Զաքոյանը։ Մեր ուսանողները առաջի հերթին իրենց նորամուծությունները ցուցադրում են պատրաստի արտադրված իրենց ձեռքերով ստեղծված կամ արտադրանքի տեսքով, իսկ դրանից հետո կզեկուցեն, թե ինչի մասին է խոսքը, ինչ նոր բաղադրատոմսեր են առաջ քաշել, ինչպիսի նոր գաղափարներ են, ինչ օգտակարություն իրենց կողմից առաջ քաշված նոր սննդի տեսակը կամ աճեցված բույսի կամ վերջնական բուսաբուծական արտադրանքի տեսակը։ Վերջին տարիներին գործատուները հաճախ են դիմում բուհ գյուղատնտեսական նեղ մասնագետների հարցով, հատկապես ինտենսիվ այգիների եւ խելացի անասնաշենքերի տերերը պատրաստ են վճարել բարձր աշխատավարձ այն աշխատակիցներին, որոնք կսպասարկեն իրենց կատարած հսկայածավալ ներդրումները։ Այս միջոցառումների մասնակիցների մեջ արդեն կան այնպիսիք, որոնք ավելի շատ ժամանակ են կարողացել տրամադրել իրենց մասնագիտությունը սովորելու եւ գիտական հոդվածներով հանդես գալուն, քանի որ իրենք պետության օժանդակությամբ կարողանում են ստանալ 70,000 դրամ կրթաթոշակ, իսկ առավել աչքի ընկածները 77,000 դրամ կրթաթոշակ են ստանում միայն նրա համար, որ պետք է դառնան ագրոպարենային ոլորտի մասնագետ։ Այս հնարավորությունից օգտվել ցանկացողներին հիշեցնում են ընդունելությունը մեկնարկել է ապրիլի 15-ին։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։